Պարոն Իսկանդարյան, օրերս քաղաքում կոյուղու վթար էր տեղի ունեցել եւ դրանում Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչը մեղադրում էր Մար Հայաստան խմբակցությանը։ Սա արդյոք անլուրջ չէ, երբ քաղաքային իշխանության մաս կազմով ուժի ներկայացուցիչը կոյուղու վթարի համար մեղադրում է ընդդիմադիր խմբակցությանը։ Գիտեք, դա արդեն իրականում անլուրջ է, որովհետեւ մեղադրել Մայր Հայաստանին մի բանում, որ ընդհանրապես Մայր Հայաստանը կապ չունի ոչ դրա կառուցելու հետ, ոչ դրա քանդելու հետ, դա ուղղակի աբսուրդային է։ Ես կարծում եմ ուղղակի նրանք այլևս խոսույթ չունեն, չգիտեն ինչ ասեն եւ ստիպված Մայր Հայաստանին մեզ փորձում են կապել ինչ-որ այլ ուժերի հետ, որը իրականությանը չի համապատասխանում։ Բոլորն էլ գիտեն, որ Մայր Հայաստանը ստեղծվել է 2023 թվականին որպես շարժում եւ վերջերս սեպտեմբերի 23-ին 21-ին նաեւ որպես կուսակցություն, ու Մայր Հայաստանի առաջնորդը Անդրանիկ Թևանյանն է կապել մեզ այլ ուժերի հետ, ուղղակի խոսում է նրանց անկարողության մասին եւ քանի որ մեր հետ կապված ուղղակի խոսույթ չունեն, չեն կարողանում մեզ մեղադրել ինչ-որ, չգիտեմ, կոռուպցիոն սկանդալների մեջ, ինչ-որ կաշառքներ ստանալու մեջ եւ այլնի մեջ, ապա նրանք ստիպված մեզ պետք է կապեն այլ ուժերի հետ, որպեսզի կարողանան իրենց ներկայությունը արդարացնեն ինչ-որ ձևի։ Ինչպես է գնահատում արդեն ավարտին մոտեցող 2025 թվականը։ Ես փորձեմ գնահատել Երևան քաղաքի քաղաքապետարանի քաղաքային իշխանությունների աշխատանքը։ Գիտեք, ես համարարում եմ ոչ բավարար կամ բավարարից շատ ցած, նայած թե ինչպիսի գնահատման համակարգ փորձենք օգտագործել։ Իրականում ինչ է կատարվել, բավականին լուրջ գումարներ են տրամադրվել օրինակ ասֆալտապատման աշխատանքների համար, որոնք մենք փաստացի տեսնում ենք բավականին լուրջ խնդիր է, վերջերս էլ այցելել էինք Վարդաշեն թաղամաս, այդպես կոչվող Էրեբունի վարչական շրջանում, որտեղ ուղղակի մարդկանց միակ ճանապարհը ցեխի մեջով գնալն է, այսինքն երեխաներին ցեխի մեջով պետք է տանեն մանկապարտեզներ, ցեխի մեջով պետք է տանեն դպրոցներ, իրենց աշխատանքին։ Մեզ ներկայացրեցին նաև շտապ օգնության եւ տաքսիները նույնիսկ հրաժարվում են այնտեղ մտնել, որովհետեւ մեծ վտանգ կա, որ մեքենաները կարող են մտնել այդ ցեխի մեջ ու չկարողանան դուրս գալ։ Ինչ վերաբերվում է այլ ոլորտների, օրինակ կարող ենք խոսել օդի աղտոտվածությունից, ինչ է կատարվում, բյուջեով 25 թվականին նախատեսել էին 17 միլիարդ 100 դրամ օդի աղտոտվածության դեմ միջոցառումների իրականացման համար։ Մենք բոլորս էլ տեսանք, թե 25 թվականին ինչքան կեղտոտ էր Երևանի օդը, որը եւ Տիգրան Ավինյանն է փաստել, որ նույնիսկ վտանգավոր է առողջ մարդու համար, իսկ սրանք 26 թվականին 2 միլիոն դրամով ավելի պակաս են բերել, 15 միլիոն դրամ են նախատեսում օդի աղտոտվածության դեմ միջոցառումների համար, որը ես համարում եմ աբսուրդ ուղղակի, եթե 25 թվին ինչ-որ բանը շատ վատ է եղել, ինչպես կարելի է օրինակ 26 թվականին դրա համար ավելի քիչ գումար տրամադրել, ու եթե նկատեցիք օրերս երևի 3 օր առաջ, բավականին ուժեղ քամիներ էին Երևանում եւ Երևանի օդը մաքրվեց բավականին լուրջ։ Երևի ճիշտ կլինի, որ Տիգրան Ավինյանը այդ պարգևավճարները միլիոնավոր դոլարներ, որ պարգևավճարն իրենց են բաժանում, կարծում եմ ճիշտ կլինի, որ տան քամուն կամ քամուն օրինակ նշանակեն քաղաքապետի տեղակալ, որովհետեւ քամին ավելի լավ աշխատեց փաստորեն ստացվում է, քան իրենք։ Ինչ վերաբերում է օրինակ տրանսպորտային բարեփոխումներին, այսպես կոչված, որ իրականում չարեփոխում է, տեսեք, նրանք ուղղակի թանկացրեցին քաղաքային տրանսպորտը, հասարակական տրանսպորտը եւ մեծ հաշվով բարեփոխում որպես այդպեսին չեղավ։ Ինչ է կատարվում, նորից կանգառներում մարդիկ ժամերով սպասում են ավտոբուսներին, մարդիկ ժամերով սպասում են, չգիտեմ, որ իրենց հերթը գա որ մտնեն ավտոբուս ու ավտոբուսներում տեղ չկա, ուղղակի բարի բուն իմաստով տեղ չկա, կանգնելու տեղ էլ չկա։ Մարդիկ իրար հրմշտելով, բրդելով, գրկելով, ինչ որ ձև փորձում են տեղավորվել ու այդ դեպքում նաև լինում է, որ 3 ավտոբուս բաց են թողնում։ Ու խնդիրը ինչու՞մ է, եթե մեր քաղաքին պետք են ավտոբուսներ եւ այդ ավտոբուսները պետք է աշխատեն հասարակության համար, ապա ինչու այն թանկացնել։ Եթե ավտոբուսները խիստ անհրաժեշտ են, այո, պետք է քաղաքային բյուջեից դա գնել ու այո, պետք է դա ծառայի հասարակությանը, ոչ թե թանկացնել ու փորձեն դրանով, չգիտեմ, կոռուպցիոն ինչ-որ մեխանիզմներով գումար հայթայթել, իսկ ինչու կոռուպցիոն մեխանիզմներով, որովհետեւ բոլորս էլ գիտենք, այսպես կոչված ավտոբուսների գարաժում, թե ժողովրդի լեզվով ասած, զապչացների վրա ինչքան փողեր են դուրս գրում եւ դնում իրենց գրպանները, չգիտեմ, այդ մեքենա մեխանիզմների վերանորոգման համար ինչքան գումարներ են դուրս գրում ու դնում իրենց գրպանները։
Ու եկեք փաստացի արձանագրենք, որ 2025 թվականին բավական շատ էին թանկացումները, նույն գույքահարկը, նույն աղբահանությունը, նույն տրանսպորտը ու այդ առումով էլ դրա համար եմ ասում, ես գնահատում եմ ոչ բավարար, հա, կամ բավարարից ցածր այսօրվա քաղաքային իշխանությունների աշխատանքը։ Այս տարի թանկացավ քաղաքային տրանսպորտը, ինչպես դուք նշեցիք, ուղևորցը, կարմիր գծերի վճարները, գույքահարկը, ձեր կարծիքով ինչպեսին է քաղաքացիների վերաբերմունքը այս թանկացումներին։ Տեսեք, ես կարծում եմ, որ թանկացումներին քաղաքացիների վերաբերմունքը կարող է լինել դրական միայն մի դեպքում, եթե այդ թանկացումները ինչ-որ էֆեկտ տան կամ բարելավեն մարդկանց կենսամակարդակը կամ ապրելու ձևը, ապրելու միջավայրը ընդհանրապես, բայց փաստացի մենք տեսնում ենք ավտոբուսները, ինչպես նշեցի, ժամերով սպասում են եւ նույն հրմշտոցին է, առանձնապես բան չի փոխվել, ուղղակի այն ժամանակ, չգիտեմ, կռացած էին մարդկանց գրկում, հիմա ուղիղ են, կանգնած են մարդկանց գրկում, բայց հաշվով բան չի փոխվել։ Ինչը վերաբերում է կարմիր գծերին, տեսեք, կարմիր գծերը մենք վերաքննիչ դատարանն էլ արդեն հաստատեց այն, որ նրանց այդ որոշումը ապօրինի է։ Մայր Հայաստանը թևերը տենց թափ չի տալիս ու ծալած չի նստում, անընդհատ այդ դատական process-ներով մենք փորձում ենք, պայքարում ենք մեր քաղաքացիների համար ու դատարանը փաստացի հստակ իր դիրքորոշումը հայտնեց, որ այո, դա ապօրինի է, իսկ նրանք այնքան պնդաճակատ են, որ 26 թվի համար նույն նախագիծը նույն ձևով էլի բերել են։ Մենք ուղղակի սա աբսուրդի հասնող ինչ-որ բան է, ես չեմ կարողանում հասկանալ այնտեղ նստած մարդիկ, չգիտեմ, մտածում են ընդհանրապես, թե չեն մտածում։ Ինչը վերաբերում է գույքահարկին, ուրեմն գույքահարկը ես կարող եմ ձեզ ներկայացնել 23 թվականից սկսած 23 թվականին եղել է մոտ 10 միլիարդ դրամ Երևան քաղաքում, գույքահարկի հավաքագրումը, 26 թվականին լինելու է 26 միլիարդ դրամ։ 26-ու քանից մոտ 260% թանկացում է ստացվում, էլի։ Սա ճիշտ է, հենց քաղաքապետարանը չի որոշում, այստեղ կառավարությունն է այդ որոշումը, Նիկոլ Փաշինյանը ու իրենց խմբակն են այդ որոշումը կայացնել, որ պետք է թանկացնեն գույքահարկը, քաղաքապետարանը այս որոշման հետ կապված ընդհանրապես գործիք է, նա ուղղակի օգնում է Նիկոլ Փաշինյանին հավաքագրել այդ գումարները եւ բերել Երևան քաղաքի բյուջե, որ հետո արդեն իրենց մի անձից գնումներով, իրենց ուզած տենդերներով եւ այլնով այդ փողերը գրպանեն, ժողովրդի լեզվով ասած, տակովանեն։ Քաղաքային իշխանությունները տրանսպորտի ուղևորցի 50%-ով թանկացնելուց հետո էլի պակասորդ կա հավաքագրումներում։ Ինչով է սա պայմանավորված։ Սա պայմանավորված է նրանով, որ մեր քաղաքացիները չեն ընդունում այդ թանկացումը, նրանք նույնպես համարում են դա անհիմն, ինչպես հիշում եք, Մայր Հայաստանը նախագիծ ներկայացրեց տրանսպորտի սակագնի հետ կապված, որը ներառում էր փաթեթներ, ներառում էր թոշակառուների եւ հաշվանդամություն կարգ ունեցողների համար անվճար տրանսպորտային երթևեկություններ, քաղաքային իշխանությունները նաեւ կհիշեք այդ նիստերից ուղղակի փախան, իրենց արգումենտացիայով բոյկոտեցին, բայց ես չեմ լսել այդպիսի բան, որ իշխանությունը ինչ որ մի նախագիծ փորձի բոյկոտել։ Ինչ է ստացվել, որ մեր քաղաքացիները չեն համաձայնում այդ թանկացման հետ ու իրենք էլ նույնիսկ պնդում են ու հաստատում են, որ այո, այդ թանկացումները ապօրինի են։ Երբ որ մենք նայում ենք արդեն ավելի մասնագիտական, թվերին, փորձում ենք հասկանալ ինքնարժեքը եւ այլն, առաջին նրանք մեզ նորմալ թվերը չեն կարողանում տրամադրել, որտեղ ամեն անգամ տրամադրելուց ինչ որ խառը թվեր են տրամադրում, որոնց դեպքում երբ որ մենք հարցնում ենք ինչու է այդպես, մենք ասում են դե շփոթվել ենք, դե սենց, դե նենց, իսկ իրականությունն այն է, որ նրանք չեն կարողանում ուղղակի այդ ինքնարժեքը նորմալ հաշվել։ Նիստերից մեկում ի պատասխան իմ հարցի Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ամսական 1.8 միլիարդ դրամ արդեն հաստատված ծախս է, այսինքն ըստ Տիգրան Ավինյանի ամեն ամիս 1.8 միլիարդ դրամ ծախս ավտոբուս, տրոլեյբուս եւ մետրո։ Երբ որ բազմապատկում ենք 12-ով տարեկանը ստանալու համար, ստանում ենք 21 միլիարդ 600 միլիոն դրամ տարեկան ծախս տրանսպորտային ամբողջ համակարգի համար։ 26 թվականին բյուջեն արդեն ուսումնասիրելուց, 26 թվականի բյուջեն ուսումնասիրելուց, հստակ պարզ է դառնում, որ Տիգրան Ավինյանի այդ 1.8 միլիարդ թիվը նույնպես սուտ է, որովհետև իրենք նախատեսում են հավաքել 21 միլիարդ 600 միլիոնից ավելի գումար։ Ու ինչը վերաբերում է դեֆիցիտին, այստեղ նաև կա բացի այն, որ մեր քաղաքացիները բոյկոտում են, չեն ուզում վճարել, կա նաև հաշվարկների խնդիր,
Տեսեք, իրանք որոշել էին, որ պետք է հավաքեն 21 միլիարդ 750 միլիոն։ Իրանք այդքան նախատեսել էին, բայց իրանք այդքան նախատեսել էին սխալ հաշվարկի արդյունքում։ Այսինքն նրանք նույնիսկ չեն կարողանում այդ պրիմիտիվ պարզ հաշվարկը ճիշտ իրականացնել, որպեսզի կարողանան ճիշտ գումար նախատեսեն, ճիշտ թվեր նախատեսեն։ Մենք այդ թեմայով նույնպես բավականին շատ անգամներ հարցրել ենք, ելույթներ ենք ունեցել։ Նրանք ուղղակի չեն կարողանում այդ ամեն ինչը հասկանալ երևի։ Իրանք ամեն անգամ փորձում են ինչ-որ էլի ժողովրդական բառ պետք է օգտագործեմ, կռուտի տանել այդ պահին, բայց մենք փաստացի էլի այդ պահերին իրանք ցույց են տալիս, որ իրանք ուղղակի սուտ են խոսում։ Այդ պահը անցնում է ու փաստացի մենք տեսնում ենք, որ ոչ քաղաքացիներն են այդ թվերի հետ համաձայն եւ նաեւ իրենք չեն կարողանում այդ թվերը հավաքագրել։ Եվ հետեւաբար սա բարեփոխում չի, այլ սա չարեփոխում է ու նրանք տապալել են, հա, այդ չգիտեմ, տրանսպորտային համակարգի բարեփոխում, ուղղակի չի ստացվել նրանց մոտ։ Կարմիր գծերի գործով էլի հաղթանակ տարավ Մայր Հայաստանը դատանում, կարծում եք կրկին իշխանությունները կգնան դեմ դատարանի վճռին եւ թանկացումը կմնա։ Ինչպես նշեցի, այո, 26 թվականի համար տեղական վճարներ բաժին կա, հա, այդ բաժնում իրանք բերել են նորից թանկացած տարբերակով, այսինքն էլի 160,000 դրամ կարմիր գծերի համար տարեկան, հանձնաժողովի նիստին եւ ավականու նիստին մեր քաղաքացիներին էլ նաեւ կխնդրենք հետևել ուշադիր լինել, մենք պայքարելու ենք, էլի դրա դեմ մենք պայքարելու ենք եւ տրանսպորտի թանկացման եւ կարմիր գծերի թանկացման։ Ուղղակի նորից նշեմ, որ ես չեմ կարողանում պատկերացնել հայ իրանց տրամաբանությունը, իրանց մտածելակերպը, եթե դատարանը մի քանի անգամ, դա մի անգամ չէ, մի քանի անգամ հստակ վճիռ է տվել, որոշում է տվել, որ այդ թանկացումը ապօրինի է, իրենք էլի շարունակում են նույն ձևով բերել։ Ես չեմ հասկանում ուղղակի իրանց տրամաբանությունը եւ դրա մասին մենք անպայման ավականու նիստին իրենց աչքերին նայելով կասենք, կբարձրաձայնենք ու մեր քաղաքացիներն էլ կարող են հետևել ու տեսնել, թե ինչ է կատարվում ու ովքեր են իրականում ընդդիմադիրները։